Տարոն Չախոյանը գրում է Քոչարյանը ոչ միայն Հայաստան դաշինքի, այլև ողջ ընդդիմության վարչապետի թեկնածուն է։ Քոչարյանին են միանալու նաև երկու օլիգարխները, քանզի ռուսաստանցի օլիգարխը չի կարող լինել վարչապետ, իսկ տեղականը չի ուզում։ Ինդիմադիր ուժերից ոչ մեկը մինչ օրս չի հերքել հետընտրական պրոցեսում Քոչարյանին միանալու ու նրան վարչապետ կարգելու սցենարը։ Տարոն Չախոյանը գրում է տարիներով ողջ երկիրը առանց լույս թողած ԼՏՊ-ն տրտնջանցել է, որ մի քանի ժամ վթարի պատճառով առանց լույս է մնացել։ Դե կարևորը ինքն է, ոնց ինքն էր ասում, 3 կարտոնի հետևում պաշտպանված, տաք, լուսավոր ու ապահով տեղում։ Ոչինչ որ ամբողջ երկիրը մութ ու ցուրտ տարիներ ապրեց, կարևորն իրա լույսը չանջատվի, եւ եսապաշտ մարած հրաբուխ։ Ռուսաստանցի օլիգարխին ուրիշ գցնելու ձև չկար։ Տարոն Չախոյանը գրում է պետք է խոստովանենք, վարչապետի կիսատ կերած խնձորն ավելի շատ է օրակարգ թելադրում, քան ողջ ընդդիմությունը։ Ինչ խոսք, ընդդիմության հարցում անբախտ ենք, վերջիններիս օրակարգը սկսում եւ ավարտվում է վարչապետի անձով։ Քննարկում են վարչապետի թրաշը, կերած կարկանդակը, խնձորն ու անգամ լավաշը, եւ օրակարգ չունեն։ Շատ լավ։ Շատ լավ է, շատ ճիշտ է։ Բարև ձեզ։ Բարև, նորմալ։ Ճիշտ ասած մի քիչ անձնական հարց է, չգիտեմ հնարավոր է ավելի առանձին ձեզ հետ։ Առանձին չէ, եթե գրած բան ունեք, փորձեք։ Հիմա ես կխնդրեմ մի ընդամենը 2 րոպե լսել ինձ։ Ես անհանգստացած եմ մեր դատական համակարգի աշխատելավոճով։ 4 տարի առաջ Որիսի քաղաքացի Հարություն Սիմոնյանը հայրիկի սպանել է, որ եղբորս սպանության փորձ է կատարել։ 4 տարի շարունակ դատական իսկ կայացել է եւ վերջում Առաջնատյանի դատավոր Նապոլեոն Օհանյանը նվազագույնից էլ ցածր տարիներով է դատել մարդասպանի։ Այդ մի մարդասպանն իր ամբողջ բողոքարկել եք։ Բողոքարկել եմ։ Հիմա որտեղ է։ Հիմա վերաքննիչ դատարանում եմ, բայց ես դատական գործ է։ Հարգելի պարոն Փաշինյան, բնականաբար գիտեմ, որ դատական գործ է, Առաջնատյանի դեպքում էլ գիտենք, որ դատական գործ է, քանի որ մենք խոսում ենք միշտ արտաքին խաղաղության մասին։ Լսում եմ։ Ես ուզում եմ, որ նաև երկրում ապրելով այդ խաղաղությունը լինի արդարության սահմաններում թերևս։ Հիմա ես մի փոքր անհանգստացած եմ, արդյոք իմ այս նամակը, ես էլի նամակներ գրել եմ, չգիտեմ դուք կարդացել եք թե չէ, հիմա էլ անհանգստացած եմ, արդյոք դուք այս նամակները ընթերցելու եք թե չէ։ Ինչով եք գրել էլեկտրոնային փոստով։ Էլեկտրոնային եմ ուղարկել։ Էլեկտրոնային փոստով որ գրածել եք, կարդացած կլինեմ։ Կարդացած կլինեմ։ Ուրա բան գերտե։ Խնդրում եմ լինել հետևողական, որովհետև բնականաբար բայց դե գիտեք դատական համակարգում մեր հետևողականությունը որոշակի սահմանափակումներ ունի, դա պետք է։ Գիտեմ, ես հետաքրքրվել եմ, գիտեմ, բայց ամեն դեպքում վստահ եմ, որ ձեր խոսքը բնականաբար իրենց ավելի Գիտեք, ես ձեզ անկեղծ ասեմ, ես խոսքը տեղ չեմ կարող ասել, բայց ես կհետաքրքրվեմ արդարադատության նախարարության ինստիտուցիոնալ կարողությունների եւ իրավասությունների շրջանակում կտեսնենք։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, Մարիկ ջան։ Ո՞նց եք։ Ո՞նց է ձեր տրամադրությունը։ Լավ է, կարևոր տրամադրությունը լավ է։ Թոշակները ավելանում են։ Թոշակները չեն ավելացել։ Ապրիլի 1-ից։ 2 տարի մանկավարժ եմ աշխատել, ամեն տարի։ Հիմա ինչքան եք ստանում։ Հիմա ինչքան եք ստանում։ Իր ապարտքերը տալիս, հա, բայց երևի չհասնում։ Ինչքան եք ստանում հիմա։ Թոշակ։ Կարևոր է։ Չէ, 32 տարի աշխատել եմ։ դե 10000 դրամ կավելանա ապրիլի 1-ից։ Չեք հավատում։ Չեմ հավատում։ Եվ անկախիկ առևտրի դեպքում եւ բայց դա պետությունը չի էլի ավելացնում, դա իմ աշխատանքի եկամտահանքը։ Կա, տենց տրամաբանություն էլ կա, տենց տրամաբանություն էլ կա։ Ինձանից խաղացն Այդ թվում ուզում են հետ տալ։ Այո, կա տենց տրամաբանություն, համաձայն եմ։ Այդ թվում ճիշտ եք, միանշանակ։ Այդ թվում առողջության ապահովագրության շահառու եք, Աստված ձեզ առողջություն տա, բայց բարդ է, եթե կարիքը լինի, իմացեք խաղաղություն լինի մեր երկրին, կարևորը դա է, կարևորը թոշակը չի։ Այո, արդեն 80% եւ ավել մարդիկ անպայման վերադառնում են խաղաղության։ Լավ եղեք, շնորհակալ եք։ Ձեր աշխատանքի համար ենք շնորհակալ, ձեր վաստակի համար ենք շնորհակալ։ 52 տարի դպրոցում աշխատել։ Ինչ եք դասավանդել։ Շատ լավ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Բարև եղբայր։ Արի, այ իմ հետ սենց։ Շնորհակալություն։ Սենց փակսվենք։
մեր շարժվելու ժամը երբ հա ով գիտի, ինչքան ենք մենք մնալու։ Մենք 3-ին ուսում ենք Հա? ժամ Շատ։ վերջի ժամն ենք։ Վերջի ժամը ո՞րն է։ Բարև եղբայրներ։ Ոնց եք։ Նվիրեմ ձեզ սրանից։ Այս մեկ։ Ես էլ երկու։ Այսպես։ Լավ եք, ինչով եք զբաղվում։ Սպորտ։ Անգամ ենք մեր ֆուտբոլ մեր դպրոցի վերևից։ Ձեր ֆիզկուլտուրայի ուսուցչին մենք տեսանք, ինքը ասեց ամեն ինչ արդեն։ Ստեսություն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ինչ ունեք մեզ ասելու, ինչ հարց ունեք։ Շատ բան ունենք ասելու։ Մեկը, չէ, շատը չէ։ Մի օրինակ, մի կոնկրետ օրինակ։ Այդ ամեն ինչ մենք սահմանաներ ենք։ Հանգիստ քնում։ Եմ մնացած։ Հանգիստ քնում ենք։ Այդ արժե չէ ինչ որ։ Ամեն ինչ արժե դրա մեջ ամփոփված է։ Ես վիճելի մեծ արելու համար։ Բոլորի փոխարինը ուրախ եք ելան։ Ես մեկա։ Այդ ինչ է ֆանարի համար ենք դեռ։ Եղբայր բարև։ Լավ եք։ Լավ եք, բարև։ Լավ եք։ Հիշատակումը խաղաղություն։ Էլեկտրոնիկ Ստեղերև մենք ենք առեջ, ասում եմ մարդկանց հետ որ շփվում ենք, գործնականում 80%-ը մարդկանց, եթե ոչ առաջի, կամ մեկ ուրիշ տեղից, Ես նախ ինչ եմ անում, ուրախ եմ, որ մարդիկ վստահում են խաղաղությանը, բայց ես վստահ արդում եմ անում ունեմ խաղաղությունը։ Բայց նրբություններով է խաղաղությունը անգլի կարիք է ու և խաղաղությանը Պարոն Փաշինյան։ հաջող։ Պարոն քաղաքապետ, եկեք հələ գնանք տենանք, ինչ ենք։ Նատերը խենացել է, նայն։ Նկատի ունե պլանների մեջ կա ձեր ես։ Ստալ ասում ունենց ան ատել ուղարկել է, ես խաղանակ։ Չէ, հետագայում, էս է։ Դրսի հատված որը Էս սրան։ Դե հաջող պարոն Ստեղ ինչ բասկետբոլ, հա։ Քանի որ ընտրական շրջան է, մենք աշխատվածություն ունենք նյութական բաներ, փոստանալ եւ այլն, բայց իգիտություն ընդունում ենք հետագայում կնայենք համենքներ, կնայի կդիտարկենք։ Բասկետբոլը պոպուլյար է։ Բացի։ Դե շատ է խրաբարան։ Էս էլ ձեզ։ Հաջող խաղցրել։ Ալխասարա։ Կամ կարաս տենց անես, QR-ը տանում է մեր կուսակցության կային։ Ուշադրություն։
Մի հատ է։ Ահա, վերջ։ Բասկետբոլը դառնացարակ արևմտյան մշակույթն է ավելի շատ գալիս, բաղ վարչապետ։ Չէ, ինքը ինձ թվում է գիտեք Վարչապետի բակերում բողոք է։ Ինչ բողոք ունե, կլաս է։ քչով խաղալու ավելի Ասեք։ Ինչ։ Ասֆալտը։ Հա, ասեք։ Սա մի գոլանի։ Ասֆալտ են ուզում, բան։ Ասեց աղջիկն ասեց, ասֆալտից են։ որ փողոցի ուզում եք լավ եք անում։ Լավ բան եք պատասխանել։ Ինձ թվում է համայնքի ղեկավարը լսել, նախկին հիմա մենք երեխեք տեսեք, մեր օրենսդրությունը սահմանափակված է, ես իրավունք ունեմ հիմա ձեզ ասել երեխեք եղավ ձեր փողոցը ասֆալտացնել, որովհետև սահմանափակված է, բայց տենց շրջում ենք հարցերը, հավաքում ենք, ֆիքսվում է, հետագայում կնայենք մեր տարբերություն կամ սուբվենցիա կամ կառավարության ծրագրերով, կամ կարող է ձեր գործերը այնքան լավ է, մի ասեք լավ ես գործն է համայնքի ու կառավարության։ Սուրոն քաղաքից գրում եմ, որ ձայնը չկա։ Որտե՞ց հումոր եմ։